Անկախության տոնին նվիրված մեծ համերգը չնայած ցուրտ եղանակին Վանաձորի հայքի հրապարակում էր հավաքել բազմաթիվ վանաձորցիների։ Բեմում էին մայրաքաղաքից ժամանած եւ վանաձորցի երգիչ-երգչուհիներն ու պարային խմբերը։ Տոնական համերգը բացվեց Արամո եւ Էմմա Պետրոսյան ամուսինների հայրենասիրական այս կատարմամբ։ Տոնական համերգի կազմակերպչական հարցերով զբաղվել են Վանաձորի քաղաքապետարանն ու մարզպետարանը համատեղ ուժերով։ Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի համոզմամբ այս տարվա համերգը նախորդ տարիներից տարբեր է։ 3 ժամ տևած միջոցառման ընթացքում բեմում հանդես եկան երգչուհի Նարան, վերջերս Յուրմալայում հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթող Էրիկը եւ ուրիշներ։ Մարզի պարային խմբերն էլ հայրենասիրական իրենց պարով ամբողջացրին տոնական մթնոլորտը։ Արտաքին ձևավորումների եւ ընդհանրապես 20-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերի համար քաղաքապետարանի բյուջեից կատարվել է մոտ 800,000 դրամի հատկացում, նշում է Գագիկ Աղաբաբյանը։ Այն բաղձալի ազատությունը, որ մենք ձեռք ենք բերել, դարեր շարունակ չենք ունեցել, այս անկախությունը 20 տարեկան է, մենք միասին անցկացնենք 40-ամյակը, 50-ամյակը, 100-ամյակը, որ այս ժողովուրդը բարեկեցիկ ավելի կյանքով ապրեր, դժվարությունները շատ են, բայց հաղթարելի։ Եթե մենք լինենք միասին, սիրենք մեր հայրենիքը այնպես, ինչպես որ մեր ամեն մեր հոգում, մենք սիրում ենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր օջախը, մեր երեխային։ 20 տարի առաջ այս օրը ինձ համար կոնկրետ մեծ տոնակատարության օր էր ինձ համար կոնկրետ։ Ես մտածում եի, որ դարեր շարունակ մեր ժողովուրդը երազել է ունենալ պետություն, լինել անկախ, բայց չի ստացվել։ Եվ եկել է օրը, որից մենք պետք է օգտվեինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չի բերելու, չի նվիրելու։ Մենք ինքներս ենք կառուցելու մեր օրը, մենք ինքներս ենք կառուցելու մեր առօրյան ու մեր տունը։ Հայրենիքի հանդեպ հոգատար վերաբերմունքի մասին չպետք է մոռանալ երբեք, անգամ տոնական տրամադրությունների ազդեցության տակ։ Սակայն ըստ ամենայնի մեր տան նկատմամբ բարեհաճ վերաբերմունք առայժմ մեզանում չի ձևավորվել։ Ինչևէ, առջևում տոնական շքեղ հրավառությունն է, որին սպասում էին հավաքվածներից շատերը։ Լիանա Պեչենևսկայա, Գարիկ Հովհաննիսյան, Լոռի հեռուստաընկերություն։